Սաղին բալուս, ով կնայի, կամ ով կնայի մահիմի, կնայի, կետո, էական չի։ Այսօր առավոտ էլի էտո մեր Պետրիտո Փաշյանը, Պետրոն էլի, հայր Պետրոն, Սաղմոսագյատ Փաշյանը, Պետրիտոն, էլի կախվա Վարշակ Սրբազանի մեկ էլ Գարեգին երկրորդի պուպուլիկի ծայրից, որպես թուրքական կապիկ։ Թուրքի կապիկը նիմալակ եղի, էդ մալ էլի։ Կսա Գարեգին հետաքու առնանդաման մերկացրու մեկ էլ Վարշակ Սրբազան, ես կուզեմ որպես Էրդողանի բջբեր կախվեմ, ճոջվեմ, մեթամ գամ, էդ թուրքական բրելոկն, որ իրան դրել էր բանի, տղուտեղ։ Կստացի Խաչատուր Սուքյասյան, են ինչ էիր խոսում մեր մեծն անկոտրելի Պաբլիտոյի հետ, լրագրողն միամիտ նկարեր էր։ Տաշիր Սամոյի ձեռից գուզասարրիս էտա բիզնեսներ, Պերեգավորնի, խա, էտա որ տաս Թուրքիային, մեր ժողովուրդ, ես կսիրամ մեր ազգին, ենքոնա կսիրամ, մերրին մեր ազգի մարա, նամուս, թասիպ, էդ հմեն ծալը դրել են միկում։ Ոչ բոլորը իհարկե, բայց էտա թասիպ նամուս, ենքան դժվար բանա տռը մեր երգրում, գիտեք, հայերի մար։ Հատկապես են ծիրան ծախողների խմար, ծիրանան Տաշիր Սամոն առավ Մոսկվայում, որ չմնա պդի, դառնա օրթու բլոջի բաժին, ինչպես շուտով մեր պարոն Փաշյանը աստծու կամքով պետք է դառնա օրթու բլոջի բաժին։ Այդ ծիրան ծախողներ դուք դորեք, երեք դատարանի բակում եք, չէ։ Արցախից տեղը հանված արցախցիներ ջան, են որ մարդը օգնես, տեղավորես, ձեզ տներ տվեց, դատարանի բակում էին, ձեզ բոլոր դատարանի բակում եք, չէ, բախի, էտա, այդ մոմենտին քյար չկար, ճիշտ է, մարիմ ձեր արևուն, շատ ճիգերով եք դու, ես ջուզեմ Տաշիր Սամոյի կովքնենեմ, պրոստը մեր ազգի մենտալիտետի մեջ մեծ շատ հետարքիր բնավորության գիծ է, էլի նստե, արմատավորված, այն որ ասում են արմատական ընդդիմություն, հեսա խոսամը դրա մասին, արմատավորված, ասում այս պահին մեզի օգնում են, վայ մեռիմ իր արևուն, երեխեքդ բախտավոր եղին, այդ է մեր ազգի մենտալիտետն, վայ են, չգիտեմ, քայլացած ճանապարհը կանանչապատվի, մեղր ու կարակ հոսի, չգիտեմ, էլի, քու ջեբերեն լիքը եվրո եղի, եվրո, դե մենք Եվրոպա ակետանք, բա, բայց երբ որ ասենք այդ նույն մարդուն ով իրանց օգնե, տեղավոր է, հա, տներա տվե, չգիտեմ, էտա օգնե, այ մարդ, օգնե, մարդն որպես հայ օգնե, այդ վաղտ ասմա, ինքը չեր կարում, ինքն տեղում, ինքը տունը չեր, այդ է լավ շատ շուտվա պատմություն, հունվարի մեկին, մի թեթև վիճաբանություն աստ է այս քաղաքում, հրուսի հետ, հրուս էր, էլ յանի հրուս էր, բայց դեմքին նայում էր տաջիկ էր, մեր հայերից մի քանի օգու զանգի մեկի ատամներ ցավում, ռեսկի, մեկի գլուխներ ռեսկի ցավում, մենակ մեր երևանցի Աշոտն եկավ կայնավ կողս, ծնունդով ինքը Աբարանցիա, հասիբով ժողովուրդ են, բան չունեմ ասելու, մենակ Աշն եկավ կայնավ կողս, բա, էդի մեր ազգի մենտալիտետն է, որ ասում այս պահին Սամոն օգնում է, կանյեթամ ասում են, ջոնջոլի թաշինակը վերցեմ ձերս, ջոնջոլի անպայման, կլե չատնի նաբորով, էլի, այս սադախլուի կոմերից որ բերեմ են, այս պահին ասեմ Սամո ջան, մեռիմ քո էտա գրպանի պարունակության զորությանը, հետո մենք զարմանանք, թե մեր ազգի մի մաս հիմա Նիկոլյանով երթվի, մի զարմացեք, այդ սա խեժ լավ, Նիկոլ Փաշյանը չի ես կախվե Գարեգինի էտա պտուտակա հողմից, կրվել ես ու գնկերոչը թե, պարո Փաշյան, Պետրիտո, դու Պաբլիտոն չես, դու Պետրիտոն ես, որտեղ միայն պիդրիլը արարածը կարա այս ջոնասիրությամբ քարկոցի հայ առաքելական եկեղեցի, մե ժեխերի կուտոկել մտնում են գրում են, հեցը խլիր, Տաշիր Սամոն թալանելա, հեցը,
Նույն բանը ինչ էին ասում էին վախտին Արցախի վերով։ Արցախցիներ, Արցախը չլինի, Արցախը տանք հանգիստ ապրենք։ Արցախը տվիք լավ եք ապրում։ Մեզ թալանել են նախին թալանչիները, ու ոչ մեկ այդ գրառման համահեղինակին չի ասում, կոնկրետ քեզ։ Քոչարյան, Սերժ, Լևոն, եկել են թալանել են։ Եկել են ասել են, արա, դու ունես 1000 դրամ 500 տուր մեզ։ Չէ։ Բայց իրանք էտա սիրում են Facebook-յան գրառումներ, մեզ թալանել են, մեզ, չգիտեմ, կոտոկել են, մեզ լվացքի են ձեռի մեքենաներ կար, որ սենց լվացք են տրորը մեն, գրող, ես գազելին մատորը ոնց որ Փաշյանից են դնի, գնաց կախակեր են, աղեմ արևդ, ժանգոտ, մեր Փաշյանի օրինա, գնաց գազել են, դրա մասին չուզեմ էտա խորանամ, էլա կնած հուզվամ, ես ես լայվն չէ յանի, եթե չլներ մի հատ փոքրիկ սենց ազատագրական տեսանյութ, որ նայացի ես նոր Facebook-ում, էլի, հուզվամ, նախապես ասեմ, իրեք կռուկ տվայտվամ, հա, ու ասի մի հատ պրիմիկոյ լայվ պետք է անեմ, ոնց որ ասում մեր սիրված դերասան Արման Ղազարյանը, եթե չեմ սխալ։ Մի հատ տեսանյութ են էտա դրե, Facebook ֆրծուցան սենց, իմալա էտա մեր կաթրիկոս Նիկոլին Խակուցը իր խառին ֆրծուցա սենց, այդ նույն բան կենեն էտա մեր լրատվականներ, հմեն, տեսանյութ են դրե, մեր հրաշ կերպար, ես մնան զմալվա, կսեմ ես աղջկան կարելի ատալ չգիտեմ, կարեկին նժդեի շկանշանը, հետի ոնը այդ աղջիկ, Ագնեսա Խամոյա, Ագնեսա ջան, անիմա լավ էր խոսում, մերրիմ քարևուն, ես կմնձրվեմ, որ գնայեմ փոխոսալուն, ուրեմ կայնի ազգային ժողովի ամբյոնի մոտ, մեր Ագնեսան, մեր Կարմիր Մազերով էտ անդիմադիր պատգամավոր, անդիմադիր, էլի, անդիմադիր, չէ վաղո, խա, անդիմադիր Ագնեսա Խամոյան կայնի ազգային ժողովի ամբյոնի մոտ, ու ելույթ ակ ունենա, ասում եմ լավ, էլի կայնի հելը լսեմ, ինչա կսա, էտ Ագնես կսա, ձեր կորովորությունը ամոտ չունի, ճիշտ կսա, էտ որ ասմա, էտ մոմենտով բերանաս լալուկյորի պես պոգեմ, ինչ խոնեմ, մնդրվեմ, սենց անեանամ, էլի, ինքնա ոչնչացման կնոտքես ռեսկի հուպտամ, վատով, երևի, քոսա ամոտից, կսա ձեր կորովոր, Ագնեսնա կսա, էլի, ամոտ աբուր գոյություն չունի, դուք գնում եք ստուգելու մեր հոգևորականների կուսակրոնությունը, Ագնեսա Խամոյան ջան, շատ ճիշտ բաներ ակսես, ես հետա գնայեմ քո հետա համոզիչ դեմքին, կսեմ ես աղջիկն է, ես աղջիկը ղադեր ընտենաս գիդան վաղո Հայաստան դաշինքում, գիտեն չէ, ուրիշ տեսանկյունից, դրա մեջ չեմ ուզում խորանամ, ամեն մեկի անձնական կյանքը ինձի հեշտ չի վերաբերվում, բացարձակ, վաբշե, ես չեմ մտնում ոչ մեկի անձնական դաշտ, չեմ ուզում մտնեմ, այ ախպեր, եթե դա չի վերաբերվում մեր երկրին, մեր պետությանը, բյուջեի թալանին, ամեն ինչին, չեմ ուզում ուղղակի, հələ որ չեմ ուզում խոսամ ոչ մի բան, ու չեմ էլ խոսա, այն բաները, որը խոսք եմ տվել չխոսամ, Ագնեսան կսա, դուք ենքան անամոտ եք, շատ չխաչամ էլի, եկել եմ տեղակ մտնեմ, ռեզինիկ ստիկ պետք է առնեմ, Նիկոլի զոմբիներ, ճենջեր, որ եկել եք էջիս վրա տեղավորվել եք, ձեր ոռնքորերով երկու մատով, որ փողոքեք, փագեք image, վերեն փագեք, վերեն, ես կսեմ, ես Facebook-ից կախում չունեմ, կարամ խենցի մի խաչամ, հլեմ ու սիկտիրս քաշեմ էտան, Facebook-ից էլ, YouTube-ից էլ, հմեն տեղից, ես կախում չունեմ ես ամեն ինչից, ինչա խոսայ, Ագնեսիցա չեք խոսայ, խա եկել եմ խանութ, նկարչի մեջ ասեմ, էլի ինչով եմ սպաղված, որպես Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի, ուրեմն ռեզինիկ ստիկները ճղվել է, էտա օդանավակայանում, ես որ գազեմ սամոլյոտների հետևից, վեդրոները ասենց ուսից դրած, փեդի վրա խակցրած, որ ջուրակ շփեմ, այդ ռեզինների ստիկներն է ճղվել, եկել եմ որ ստանամ, էլի, համել Փարոսի օգնություն եմ ստանում, այդ ստանամ ես այդամ, մինչև հերթն խասինձի կուզապ խաչամ, բանը, Ագնեսան կսա, գուզակ ստուգյակ, ոնց հակ ստուգյակ կուսակրոնություն, ճիշտ բանա կսա, առանց իռոնիա կսա, մեծն Պեդրիտո Փաշյանը, մարդ հայրը, իրա գենետիկ մորը բռնաբարելա ֆիզկուլտի դասի ժամանակ, հանդերձարանում,
իր հոգեկան գիժմորը։ Գուզած դուգի մեր կաթողիկոսի կուսակրոնություն։ Իմալակ ստուգես Պետրիտո։ Հա? Կարաս ստուգես։ Խաչենջ։ Իմալակ ստուգես։ Գետասի տա կաթողիկոսի տա այդ սև շորեի վետի փեշինգ բարսես կսես գուզեմ պուպուլիկիտ մոտ չոքեչով գա։ Այդ մար գուզած ստուգես մեր հրաշք վարչապ է, մեր անկոտրելի Նիկոլ Փաշինյան։ Բայց որ ուզակ ենա գիտես։ Եթե ինքն մեծն անկոտրելի Պետրիտո Փաշինյանն կարողացավ գնալ երեխաների մանկապարտեզում երեխաների աղկոյի մակարդակը ստուգել կարշոկների մեջ։ Դուշերի դուշ ընկանդեց, սանտեխնիկա։ Գրող։ Բարոյ Փաշյան, ստե որ սանտեխնիկայի գործնի օպտեմ գենպադրատ, կգաս իրար այդ դուշ կանդենք։ Այս քո մասին այս երկն այա, սուպեր ժորիկն է։ Հեսա շուտով նոր դու Փաշինյանն եմ լսելու մաշից մեջ։ Բարոյ Փաշյան, զուգընկերոջդ հետ որ սեքս ակենես։ Հելով տրուսիկով։ Սենց որին կտստեմ ես այս շարժումներով։ Չէ։ Ընչի, հրենայա։ Կարի մարեմուր, շիջերով։ Մեծն Պաբլիտոն, Պետրիտո։ Բարոյ Փաշյան, գորը մեզ սեքսի վաղ։ Խա։ Ասմալ, ես ընձի ասել են երկար մազ բարիք ես դնեմ, որ հետևից այդ զուգընկերը մազեից այդ բռնիս ես ձի ուպես կշի, ես։ Խա, ասմ ես խպի ապտակիր ինձ, ցավեցրու ինձ, այդ մալակյան ես, մեծ են Պետրիտո։ Մուզիկա կաչավ։ Շատ սեքսոտ է, մեր Բարոյ Փաշյան, չէ վաղով։ Ադրանեկատ իրեյան։ Ես կսեմ, արդեն կսիրեմ մեր Բարոյ Փաշյանի։ Իդրույլը, բլեդ։ Շեղվա, տես երկն լավնա։ Ես հետա երաշտասեր եմ, բայց սլուղ չունեմ։ Հետա որ ես կսկսեմ երկել, լայ, թաղեմ թե մարդա մեջ։ Մարդիկ կննձի գնայինք, ասեն տուտի տոլկը մեդվեց նա ուխը նաստուպի, տուտի կուչ ու նասրալ, հետ իմ մասին է, էլի, սլուղ չունեմ։ Ես երկն լսա մի մոմենտ, էլի, ընեց էկզոտիկ բարերա կսա։ Էսի մեր Բարոյ Փաշյանի խմարա, է որ պի պախի, ձեզ կպրտյազի չաո, չաո բամբինո։ Նայա, ինչ տարակ ենա, համար։ Բարոյ Փաշյան, տրուբեն տնգն պարեմ ես վրեն, կգրելու հմար զուգընկերոջով։ Խա, ընչի չէ որ։ Ասակ ասեն մտե բանա, կատակի ավերացում։ Լավնա երկն։ Ես պրոստը պատկերացում էտա մեր Բարոյ Փաշյան, ոխ, երկար մազերով սենց, հետևից բռնում են մազերը ու գնաց, պորտապար, Պետրիլը, Բարոյ Փաշյան, որ սենց չտստելով խպում են որիտ, գորում ես վերջ թավիշի, չէ, թալանը պիտի կոպեկ առ կոպեկ վերադարձնեմ, սենց խպում են որիտ, էլի, կեզ դոմպելուց, հա, թուրկ բոզի տղա, էլի կողվեք ատխիկոսի խարրես, գիտաս, թուրկական կապիկի պես, սենց ճոջի, գիդրատերի նեժարո, հետա պրծավ երկեն, լավ, էլ ես ծածրցնեմ մագից են, Էսի Արմենիա մայա երկն է, սիլավ երկը, սրատակ խաչամ, ինչ ակսեի, հետա մեր ագնեսն, շեղվանք էլի թեմայց, ես պրոստը երաշտասեր եմ, երաժշտասեր եմ հետա, բանը, ագնեսն կսա պատուկ ամոտ չեք անում, էմալ հոգեցունց, արտահայտություն էր, հոգեցունց բարը գիդեի դու վաղով, չէ, այս Facebook-ն ընձի ստիպեց, ես բարձագույն կրթություն ունեցողի պես խոսամ, գիտես, անգրագետ սատկում ենք ես ու դու, Ագնեսա Խամոյան ջան, էմա լավ ակ խոսաս, բայց կուզամ խոսկնամ, ձեր գործունեություն, ձեր ասելով ձեր տաշինքի,
Բացի խոսելուց։ Ուրիշ ինչի է ընդունակ։ Խոսալ, ես էլ եմ խոսում, հետո, բայց ես պատգամավոր չեմ։ Աստված տնից տեղից հեռու պահի։ Որտև ընձի կամ կդադեն, կամ կանձնեն Ադրբեջանի։ Ես որ հանկարծ հելնեմ ազգային ժողովի բեմի մոտ ասեմ թուրք բոզի տղա, իմ երկրի սուվերեն տարածքի մի մասը, գտնվում է Ադրբեջանի տիրապետության տակ։ Դու դրա հարցերով զբաղվի, ինչպես ընկեք Ադրբեջանի խեռը հետևից։ Դու լիտ կանենք հազան Ադրբեջանի։ Ասեն տորեք, ասեն էլ դադեք։ Անչի չէ որ։ Կանեմ, լավ Ագնաս Ախամոյան ջան, էտա գուզը ջանով էլ կսեմ վաղո, ինքը ննես տեսքով է, խսխնցելով տեսք ունի։ Լասիլ է, էտա որ դուք խոսես ամոթից, ամոթ, կսես ամոթ ունեցեք ներկայիս կառավարություն, ամոթ ունեցեք Նիկոլ Փաշինյան, կուզեմ խարցնեմ, էլի, ամոթի գործոնը, ձեր դաշինքից քանի հոգու մեջ կա, ես վստահ եմ Աննա Գրիգորյանի մեջ կա, այն սունեցի աղջկա, այն որ Նիկոլ Փաշինյանին այն մալավ մարալնի գդոմպի, որ Փաշյան սենց լալուկյարի պես, որպես թուրքի կապիտուլյան, սենց բերան խուվ, գնա այդ աղջկա գեղեցկությունը հային վայել, ու ցեն չի հանի, որտև փաստացի պորտատեղադրում է կենա, բայց ամոթի գործոնը մենակ խոսելու մեջ չի, մեծն Ագնաս Ախամոյան, ամոթի գործոնը ինչի մեջ է կայանում, բացատրեմ թե կխաս կնաս, դու Արծվիկ Մինասյան, այն ինչի էր կաց է դատարանի բակ, այն մարգիլ գնացել էի լավ է իրար, խոսքի գնացել էի, բայց որպես քո գնալու օգտակար գործողության գործակիցը, էտի որն էր, ես դեբիլ եմ էլի գարասկոպով, ընձի ասա ես խաս կնամ, ինչի էր գնացել Տաշիր Սամոյի դատարանի, Ավանի դատարանի բակ, աջակցություն էր հայտնեմ, հետո էտա ռեյ կադվինա, գիտես վաղոց երկարին, կսեն Սամոյին բարոյական աջակցություն էր ցույց տալու, էսանք հմեն դարել են Աննա Հակոբյան, սաղին աջակցում են, չէ հերթով բուրն են տալեմ, բայց հետո աջակցում են, պուտանգի դվիժենյա, ճիշտ է, ես հլը Լովիկին բան չեմ ուզում ասեմ, Լովիկն էլ երնդե, գնաց, այդ մի կոդերն եմ տեսե, այդ Արարատ նյուզներ գրել էր Թալանցի Ռոբերտ Քոցյանի Թալանցի որդին, Թալանցի ցեյով մեծատար, ցե, տարերը հիշում ես, չէ, թաղեմ կե, անգրագետ սատկում ենք, գնացել է, միացել է Թալանցի Տաշիր Սամոյի դատական պրոցեսին, ունդես քարագուսի դեմքով, եռանկյունի կրծքերով և իրանց հետանցքը տարին մեկ լվացող Զոմբացոցյանը կոմենտերը որ գրեի, թողեմ քեզ, մերիս դու, քո հոր հետ մի գերեզմանի մեջ տնեմ քեզ, հետի մեր ազգի մենտալիտետն է, Լովիկն էլ արկնացա, Լովիկին բան չուզեմ էլ ասեմ, Լովիկն ունի իմունիտետ, մի փոքր իմ մոտ, հələ որ, էլի, հələ որ, կամ որոշակի հանգամանքներից ելով Լովիկին բան չսեմ, այդ որոշակի հանգամանքներից մեկն էլ է, որ արտասովոր բաներ չկա, մենթերի հետ քաշքշուկի ժամանակ ինք իրան պահում էր տղու պես, էլի է, որ չէ, աշկի թեմը հայ քաղաքացուն չեն խփում, բայց դու ասում ես ամոթ քեզ ոստիկան, անպատի ոստիկան, կարևոր են, կապ չունի, սեռ են, տարիք են, տղամարդկային հատկություններ են, էտա խեռախոսք վերցես քու ձեռ, փոխանակ բրթես, խփես, Նիկոլի մուսռներին, մուսռը բոլոր նրանք են, ովքեր այսօր այս պահին պահպանում են հայ առաքելական եկեղեցու կողքը կանգնած մարդկանց, էդրանք մուսռ են իմ համար, ոչ են ոստիկանը, ով կրում է համազգեստ ոստիկանի, բայց հոգով հայա, այդ մոմենտ են տղամարդ են փոխանակասի արի մատ հոտոտի, ինչա կենա վաղո, հեռախոս, չէ, հեռախոս քանի է դա, նկարում ենք, դու կոնորեն գործողություն եք անում, անորեն գործողություն, բայց կսեմ, էտա այն մտինգների վաղ լովիկ նիրան պայած տղավարի, բան չունեմ ասեմ, քաշքշելով, պրթելով, հրելով, քուֆրենելով, լավ երեց, բան չի, էդի ոստիկանի արունին իմ արունից, էտա կարմիրա, որ կպետի գանձի քրվի, էտա տապի ասվալտին,
Բորձուր լիզել տասել մեծ են Պետրիլո Փաշինյանը։ Ու ես պետք է ասեմ, այ մարդ իրա վրան պագոն կա, իրան բրթել է, էդի քխա։ Այդպես մտածողներ են։ Համեն այդ Նիկոլեք։ Նիկոլ։ Հոգով, հոգու մի անկյունում։ Ամոթից եք խոսակ Հայաստան տաշին։ Լավ, հələ չուզեմ ձեզ ընդհանուր ասեմ, էլի։ Ես կուզեմ խոսքենամ ամոթի զգացում կա ընդհանրապես ձեր մեջ։ Բացի ստատուսներ գրելուց։ Մուշեղիչ Սերանն է ստատուս գրել, ես կմնձրվեմ այդ մարդու գրած որ կորթա։ Կուզեմ խոսքենամ մենք քաղաքենիության դասի կարոտենք, ազգով, ժողովրդով, երկրով։ Ստատուսա գրել, տեսել ես վաղու։ Իմ ընկերներից մի քանիսն էլ կիսվել էին։ Սերյան Օհանյանն են ագնոստար չպծրե աշկերին ստատուսա գրել։ Իմ ընկերներն կիսվել, լավ են արել կիսվել։ Իրանք պաշտպանում են, պահպանում են, դա հավատում են, ես չէ։ Ասма մարդ, որ մի մոտարապես միտքի հիշում են, որ ոչինչ չի արել մեր երկրի համար։ Ձերբակալում է մի մարդու, ով ուղղակի ասել է, որ կանգնած է մեր հայ առաքելական եկեղեցու կողքի։ Համոզի չէ, բաղու։ Իմ համար չէ։ Գիտես չի չէ։ Բացատրի եմ, են Շրեք մուլտիկի մեջ ես ոնց ասեմ, բացատրի եմ։ Ասма այդ ախր նստաշրջանները բրծան, չէ։ Հաջորդ նստաշրջանների վաղ նույն ստատուս գրող Սիրան Մուշեղիչ, Արծծվիկ Մինասյան, ում Սարոշկեն ճղին ասին, այ պուտանկա, դուստե նիկտո, բայց ինքն էլի կետ ազգային ժողով, կսայտա մանդատա մեռ եմ ես ջուզեմ Նիկոլեն հերանա, ես հիմա կխոսամ, իմ համար էլեկտորատ կապահովեմ, որի դա 26 թվին, երբ որ նախապես պայմանավորված ներքին կուլիսներում մենք ունենանք ընտրություններ, գոնե մի 10-15 մանդատ որ վերցնենք, գոնե ես դրա մեջ չլնեմ։ Քեշ փողը քաղցր բանա, չեք բաղո։ Թե չեք դոմփեմ հայրենասիրություն, դոմփեմ ինքնասիրություն, դա սպանը, ով մտածի դեն սպաների մասին։ Այդ մեր տաշնակ արծվիկն է։ Ասма յալիր տաշնակ դերով բասկիտ ուժը վեր։ Փրկիր քո հայրենիք նման ղախպալոններից։ Ղախպալոն։ Դա քֆուչ է, դի պաշտալոնի ֆրանսերեն տարբերակն է։ Ու это նույն Սերյան Մուշեղիչ, որ ստատուսա գրե, պատժեշկա եկենա, չենք մորալնի։ Հոգևոր պատժեշկա, ինքը հոգով սրդով տաշի Սամոյի կողնա։ Այլի նստաշրջաների վաղ, էթալյուա նստին դե, մեկի վրա շիշ շպրտի, հլեն իրան լարեն ազգային ժողովից, $50 դագաղների մեջ նկարվող մարդու վրա թքող բոզի տղեն իրան ասի, իչի սիկիր է լիստից։ Էդի Սամվել Կարապետյանի մասին ստատուս գրող Սերյան Օհանյանին ակ վերաբերվի։ Ու իրանք խոսան ամոթից։ Այն մարդ կարող ասում եմ տաշիր Սամոյին փուրը տվիկ այդ գործի մեջ ուրիշ մարդկանց մատնել է խառը։ Չնայած տաշիր Սամոյի դա պաշտպանա չեմ ես, գիտեք խի։ Որտեղ երբ որ շատ ու շատ դեպքեր եղան, շատ ու շատ դեպքեր։ Մեր մեծահարուստները լուռ էին, կապված Արցախի հետ, կապված Արցախի ժողովրդի տեղահանման հետ, լուռ էին, հա, մարդիկ կան օգնում էին, բայց լուռ էին, իսկ իրանց ձայնը ունի մեծ հաշվեկշիռ աշխարհում։ Քանի որ իրանք ունեն իրանց կապերը, հարգանք, պատիվ, ավելի շատ լոբինգի առումով, քան հասարակ քաղաքացիությունը, որը հանդիսանում օրինակ ես։ Այդտենց իմ վրա օրինակ բերեմ ոչ մեկ չնեղանա։ Մարդիկ լուռ էին։ Մարդիկ ինչ են։ Լուռ էր նաև մեր ամենայն հայոց կաթողիկոսը մի որոշ ժամանակ առաջ, երբ որ ադրբեջանցին Արցախում պղծում էր մեր վանքերն ու մատուռները։ Ճիշտ է, բողոքի հայտ ներկայացվեց միջազգային ինչ-որ կազմակերպության, բայց հայտ ներկայացնելն ուրիշ է, հայտին հետամուտ լինելն ուրիշ է։
բայց այդքանով հանդերձ ոչ մի բոզի տղա իրավունք չունի կաթողիկոսին ասի պոռնկա բարո։ Որտեղ երբ որ իմ համար ասում են կաթողիկոս, ես նկատի ունեմ հայ առաքելական եկեղեցի։ Երբ որ իմ համար ասում են Արշակ Սրբազան, ես նկատի ունեմ հայ առաքելական սուրբ եկեղեցի, որտեղ ինքը դիվանապետն է։ Եվս ներկայացնում այն եկեղեցին։ Ես կարամ անձնապես չհամակրեմ այդ մարդկանց։ Աշխարհիկ առումով, բայց հոգևոր առումով ցանկացած հայ պետք է հասկանա, երբ որ ինքը մտնում է եկեղեցի մոմ վառելու, աղոթներ հղելու առ Աստված, կնունք, ծնունդ, ինքը չի այցելում եկեղեցի, որպեսզի տեսնի Գարեգին երկրորդին, Արշակ Սրբազանին կամ Բագրատ Սրբազանին։ Ինքը այցելում է եկեղեցի որպես մեր 1700-ամյա եկեղեցու 1700-ամյա հոգևոր ժառանգության կենտրոն։ Աղոթք հղելով առ Աստված մեր հայ քրիստոնյաները աղոթում են իրենց հիվանդ երեխայի համար, հիվանդ ծնողի համար, այլ ոչ թե Գարեգինի ինչ-որ կամ Արշակ Սրբազանի բարօրության համար։ Այդ է միջանկյալ տարբերանշանը, որը մեր ազգը արդեն խառնել է։ Քանի որ ունենք ով Պետրիտո Փաշինյան, ով ասում է հեծը պետականացնելու, պետականացում, հեծի պետականացումից հետո հովարային անջատումները դադարելու են, չէ, ու այդ նույն մարդիկ, ովքեր գրում են Տաշիր Սամոն Թալանցի է, չեն ասում, որ Տաշիր Սամոն առանց ինչ-որ ես իմ եկամտահարկի խոսք է օրինակ, ներդրումներ է արել, հենց նույն հեծում, բայց ես Սամոյի դատապաշտպանը չեմ, Սամոն ունի դատապաշտպաներ, Սամվել Կարապետյանը, Սամվելն ունի նաև իր երեսին ժպտացող, բայց հետևից տակը քանդողներ, որը եւս ես չեմ։ Չեմ ուզում Սամվել Կարապետյանին անդրադառնամ։ Մարդն ինչ արել, որ 2 ամսով կալանավորեցի, ուզում հասկանամ, իր ասած խոսքերի մեջ ո՞րն էր հանցակազմը։ Բերեմ մի հատ թեթև համեմատական։ Կազմավորել ենք խմբեր, արշավելու ենք Վեհերանի վրա, Վեհերան ազատելու կաթողիկոսից։ Այդ միտքն ասել է Նիկոլ Փաշինյանը։ Աբազյանն գնացել է հանգստի։ Մեր Պետրիլոն ասում Աբազյան հոգներ է։ Դա չլսեց այդքան մասը։ Երբ որ կոչ հնչեց կազմավորվել խմբեր եւ այցելել Վեհարան, վռնդելու կաթողիկոսին։ Բայց Սամվել Կարապետյանն ասաց մենք կանգնած ենք մեր եկեղեցու կողքին, դրա մեջ հանցակազմ կթան։ Նորմալ է։ Սա հիմա դա նորմալ է արդեն դառնա, նորմալ։ Բայց ում շնորհի նորմալ։ Ամոթ չունեցող մարդկանց։ Եմ որ ասում են 26 թվին, շատերն են ասում, ես չեմ կենտրոնանում անհատականությունների վրա։ Ընտրություններով մենք Նիկոլին ջախջախելու ենք։ Ուսում հարցնամ ձեզ։ Նիկոլ Փաշինյանը, լինելով երկի գերագույն դեմք, գլխավոր, վարչապետական երկիր է, չէ, պարլամենտական։ Մի ողջ երկրին իլուր աշխարհի քարոզում է բոզապետություն։ Երկիրը սարքում է բոզապետություն։ Օրինակ, կանգնած ազգային ժողովի ամբիոնի մոտ ասում է հեծի աշխատողները, ովքեր կգան ցուցմունք կտան, որ իրանց հրավիրեն միտինգի։ Իրանք կմնան աշխատելու, այսինքն խրախուսվում է բոզական քայլը, բերանից բոզություն։ Այդ նույն բանը, այդ նույն խոսքերը, լսում է մեր մատաղ սերունդը, որ բոզապետական կառավարման համակարգը խրախուսվում է պետության կողմից, որի անուն ազգանունն է ոչ բարով Պետրիտո Փաշինյան։ Եմ ուզում հարցնամ, 26 թվի ընտրությունների վրա հույս դնողներ։ Դուք բոզապետության մեջ, արդեն կայացած բոզապետության մեջ, առաջնային տեղ է կազմում բոզապետությունը։ Գրել,
սանանա վրա, բողոքել, բոզապետության մեջ, բոզապետության պայմաններում, դուք կարողանելու եք ձեր նշած բառերով ասեմ, արժանապատիվ հաղթանակ տանել գաղութի բոզի վրա, հա, գաղութի բոզի նկատմամբ, չեք զգում, որ դա աբսուրդ է, զգում եք, գիտեք, հասկանում եք, բայց все-таки խոսում եք ամոթից, կամ երկրորդ հարցը, Նիկոլ Փաշինյանը վաղը տամ այսօր չգիտեմ, երբ գնալու է Անկարա, Ստամբուլ, պետք է Էրդողանի հետ նստի, պուպուլ, ընկերություն անի, ասի, եկերեմ, մերի մորևուտ, տերիմ, սաղմոս ասի թուրքերենով, Ղուրանը ձեռը, խոսքի ունակ որպես տարբերակ, պիտի թղթի վրա գրի, որ ինքը որպես Հայաստանի լեգիտիմ ղեկավար, որ ամեն անգամ ալենն ասում, մենք լեգիտիմ ենք, քո որ մասն է լեգիտիմ, բոզի տղա, որ մասն է լեգիտիմ, եք այդքան լեգիտիմ եք թեմայից շեղվեմ, մի հատ հարցը ասա քո Պեդրիլո Փաշինյանին, մի հատ հարցադրում թողանի, կամ դու դիր հարցադրումը, բայց կոմենտները բաց թող, պոռնիկի սերունդ, հարցադրում դիր պետական մակարդակով, վստահում եք արդյոք Նիկոլ Փաշինյանին, ունի նա արդյոք լեգիտիմություն, ու զգա լեգիտիմություն աստիճանը, դու զգա, Ամերիկայի դեսպանատունը թող զգա, տեսեք ձեր լեգիտիմություն աստիճանը, 3%, 4 մաքսիմում, հետո նոր խոսան լեգիտիմություն, ու եթե Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում կամ Անկարայում ստորագրեց, էլ եմ կրկնում, սրա մասին արդեն խոսացել եմ, թուղթ, որով Հայաստանի Հանրապետությունը հրաժարվում է հայոց ցեղասպանության հարցից, դրանից հետո ձեզանից որևիցե մեկը, իմ համար տարբերություն չկա, այդ պահից սկսած, որևիցե ձեզանից որևիցե մի պատգամավոր, քաղաքական գործիչ, առայժմ առանց վիրավոր նախկին նախագահ, նախկին նախագահի թեկնածու, նախկին նախագահի աջակից, թեկնածու չէ, աջակից, ներկայիս քաղաքական ուժերի օպոզիցիա խաղացող ինչ-որ մի ուժի լիդեր, հելավ ասեց, մենք վերականգնելու ենք Հայաստանի փառքն ու պատիվը, ես հանվելու եմ լարեմ ձեր հետևից, երեք ինչ կատարվավ դատարանի Բաքում, կալանավորեցին Տաշիր Սամոյին, քանի որ կրկնում եմ, գտնվում ենք բոզապետության դարաշրջանում, Նիկոլի թիվն է, հերոսմետի շուտ էր, Նիկոլի թվին էր, չէ, ինչ կատարվեց հետո, այդքան մարդ էր հավաքվել, բարի գիշեր, ցվերվանք տներով, հետո, ուզում հասկանամ, ինչ-որ այդ կոնտեքստի մեջ, ոչ մեկին ոչինչ չի հիշեցնում, սա Երևանն է, սա Ամիրյանն է, սա Թումանյանն է, սա էլ մեր Նիկոլ Փաշինյանի արձանն է, որը շուտով կտեղադրվի խոսքի Բաքվում, որպես ազգային հերոսի հուշակոթող, հա, ես կուզենամ Էլչիբեի կողն տեղադրվի, էլի, հայր և որդի, չկարոտնան իրար, Էտա կոնե մեկ-մեկ դուպուլիկ հետ խաղա, սենց մատով, շատ չկգրվի մեր պարոն Փաշյան, թե չէ կարող է դա Բաքվում էլ հեղափոխություն սկսի անել, ոնց որ ասում էր 20 թվի պատերազմից առաջ, ասում էր Ադրբեջանի իշխանությունները պիտի խելոք մնան, ես այնպես բաներ գիտեմ, եթե ես սկսեմ խոսալ, այսքանա ցիտատա, Ադրբեջանում վատ կլինի իրանց իշխանությունների հիմար, պերևռոտ կանեմ, բա, Գաղութի բոզը սպառնում էր Ադրբեջանի, Հեմին հել է թրը եկեղեցու դեմքին, մի անգամ անինքնասեր բոզից տղա, կարացել ես նույն տոնայնության մեջ պատասխանես Ալիևին, չէ, բախի չէ, հարց եմ տալի, որպես հայ, մարդով, տրվելով խապկանքին մտածում որ դու հայ ես, այդ տարբերակն ընդունենք, մի անգամ նման տոնայնության մեջ, Պոռնակա բարո, դուս պրծուկ, չուլան, այդ կոնտեքստում կարողացել ես պատասխանես ադրբեջանական իշխանություններին, Ադրբեջանի հոգևոր առաջնորդին, Փաշազադեին, ազգանվան վերջածածը չի թողամ, չի գարավա, չէ,
Գենետիկ թուրքը ոնց կարա հայ եկեղեցուն չփնովի։ Գենետիկ թուրքը, գենետիկորեն թուրքը։ Ոնց կարա հայ եկեղեցուն մի կողմ թողնի զբաղվի իր նշանակած կադրերով։ Ու Նիկոլ Փաշինյանը լի մատ հարց տամ էլի քեզ։ Այն Դանիել Իոնիսյանը, որ հելը երեք հայտարարություններ տարածել, լուրեր AM-ներ տպել էր։ Ասма այն մարդիկ, ովքեր ուժի զորով մարդկանց կբերեն միտինգների եւ ցույցերի, կդատապարտվեն 3 տարվա ազատազրկման։ Այդ դրա դատական գործն ինչ է լավ քեր գործը։ Հե՞, փակվավ։ Մեծ են Պետրիլո։ Ախի փակվավ։ Դրա վրա քրեական գործ կար հարուցված, չէ՞։ Մարտով պապիտկա է դոմփիրը հարազատ մորը։ Ու էդի մեր Նիկոլ Փաշինյանի շրջապատող քաղաքական կադրերն են։ Ինգա եւ Անուշ Արշակյանները, Ստյոպա եւ Սեդա Սաֆարյանները։ Հայաստանի քաղաքացու վրա թքող բոզի տղա Ալեն Սիմոնյան։ Մարտով ասма ես դիմել եմ ռուսաստանյան շրջաններին գրերա, որպեսի Սանձեն Սալավյովին, նա իրավունք չունի խառնվելու մեր ներքին քաղաքականությանը։ Հա, ես էլ եմ ասում, ոչ մի երկիր իրավունք չունի խառնվի Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքականությանը, բայց քո ներքին քաղաքականությունը ո՞րն է։ Կալանավորել էր 2 ամսով մեկին ու ուղղակի ասելա ես կանգնած եմ մեր հայ առաքելական եկեղեցու կողքին, տանել կալանքի, դա է քո ներքին քաղաքականությունը։ Բա փաթեն քո ներքին քաղաքականությունը։ Դու արել ես ինչ-որ հայամետ քայլ, քեզ ուրիշ ազգը քննադատել է, ես էլ ֆրանսիա կպել եմ քեզ, հա բոզի տղա։ Հա պորնիկ։ Դու պորնիկ մեր այդ պորնիկ, այն որ միջնամատ էր ցույց տալի բալկոնից քայլող ժողովրդին։ Էդ է քո դաստիարակությունը։ Մի մարդով դոմփել է իր մոտիկ ընկերոջ աղջկան 18 տարեկան։ Անան մենակ դոմփել ես, թե լիզել ես էլ։ Այ պիզալիզ։ Հա? Լեզվով կորում ես լավ խողեր տաս։ Կարաս մեր պարոն Փաշյանի հետ անցքն լիզես։ Ուղղահայաց շարժումներով կամ հորիզոնական, պատուտակա հող մարանդե։ Ֆրոցելոս ես կողա մեջ են։ Դες կարաս ճիճվին գտնես լեզվով։ Այն որ ոռն քորում է, երկու մոտով։ Չես կարա ալեն, գզզվիս։ Անչի։ Ասա թե ոռն դեպիլյացիանի նոր։ Վլեզ։ Ամենամեծ աբսուրդը է նա որ։ Այսի Սամոյի մասին է երկը։ Друзья тебя качают на руках. Սամոյի ում Когда ты покупаешь им вино, օգնել է ինքը։ они с тобой смеются заодно. Բայց ովքեր չկային դատարանի դահլիճում երեք, այդ Բաքում։ Спешишь, волнуешься и дружбу дорожишь. Բակը պիտի հեղեղված լիներ արցախցիներով։ Помогаешь, Ում օգնել է Տաշիր Սամոն։ ты плачешь. Ու մյուս հայերով ում օգնել է Տաշիր Սամոն։ Ում չեմ ճանաչում, դեմարդեմ տեսած չկա։ Ты ходишь по земле, не по облакам. Ով այսօր գնաց, երեք գնաց կալանքի։ Ты смотри, кто рядом с тобой. Вот это друг. Ռուբեն Հայրապետյանն էլ իր աջակցությունը հայտնել մի խումբ պորնիկի ցակեր մտե գրել են թալանցին պաշտպանում է թալանչում Ռուբեն Հայրապետյանի տղատեսակը դնի ձեր կերածի մեջ ով որ նեմեց Ռուբոյի հասցեին կարա սխալ բան գրի այ գաղութի բոզերի կուտոկ գաղութի բոզերի կուտոկ եք դուք արա դուք ձեր էությամբ գաղութի բոզերի կուտոկ եք եթե ձեր մեջ նստած է բոզի հոգեբանությունը չի կարելի ձեզ ասել դուք մարդ եք տղա եք գաղութի բոզերի հոգեբանություն մարդիկ ովքեր կարան անցնեն ամեն սրբության վերով էդ եք դուք մարդիկ ովքեր կարան ծախեն իրանց երկիրը ովքեր երկիր հանձնած բոզի տղուն ասեն պարոն Փաշինյան դուք բոլորդ բոզի բալա եք ովքեր երկիր հանձնած պորնիկի տղուն կարան ասեն պարոն վարչապետ ձեր մաման քունեմ ես չդիմացել վերջ ձեր անիկտասեր մաման քունեմ ես Սպրոս կանեք, արեք Եթե մեկը կարա
Արցախ հանձնած բոզի տղուն ասի պարոն վարչապետ իրա մաման կունեմ ես Из 10 останется один, Սպրոս արեք դե кто рядышком без выгодных причин. Не трать себя на Եթե մեկ է կարա մի ողջ ժողովրդի թալանը հետ են բերելու կոպեկ առ կոպեկ Մարդների վրա խաղցանի ու խապի Այդ կանց հետո մարդ գնա հավատա այդ բոզի տղուն Ուրեմ հալալա ձեզ Դես կուր չեմ Հալալա գորդու կիշտ մտասում Հալալա Բան չաս Հավատացեք ես change-ին հավատացեք Կոպեկ առ կոպեկ հետ են բերելու Քունեմ լավըտ ինչ ես հետ բերել Հե Էլ եմ ասում կա մի հատ գործոն որ ես Այս բերանս պագեն պահամ Կոպեկ առ կոպեկ ծծծնեմ նավարիք Նիկոլ Փաշինյան Սենց հաշվեմ փողը դնեմ կնգատ բենին Խրս կողեմ բերանը Ու ծծի կնիկըտ Ոնց էր ծծում Սամոյի խրը բունկերում Չէի նախատեսեք վրով խոսամ կներեք Ներվերս շերիքը մեզ կոպիկ բոզի տղեքի վրա Մենք աջակցում ենք Սամվել Կարապետյանին բարի գիշեր ծվրվեք տներով Բայց ձեր աջակցությունը որն արա Պարլամենտում բոզի տղուն պարոն վարչապետ ասել է Հա Միտինգի հրավիրել է հետո մարդկանց փուրը տալը Բայց մարդկանց 1000 դրամի տուլիկ չղրգել է Էտա ձեր արած աջակցությունը Քանի հոգու փուրը տվիք Քալյերտների ժամանակ Ում ոստիկանները տարան փագին Հեմի փագված են Քանի 1000 դրամի տուլիկ եք հրգել տղեքին Հե Մի պաշկա սիգարետ հրգել եք այդ մարդկանց Բայց այդ մարդիկ հավքվել էին ձեր կոչով Հրգել եք Հա Բախի չէ Բայց որպես տարբերակ Ես դրա վրա վստահ եմ առավել քանի մանունը Տիգրանա Ինչ-որ մի պահ ֆանտազիայի ժանրից Ես հայտնվեմ հանրապետության հրապարակում Լուրջ եմ ասում ամենայն լրջությամբ Ու ասեմ Facebook-ը միացնեմ ասեմ ժողովուրդ Եկեք Նիկոլի մորը քունելով պտի լարենք Առաջինը Դուք ընձի կծեծեք, կջարդեք Ասպարեզից կտանեք մի կողմ Ես վստահ եմ դրա մեջ Քանի որ դուք ունեք ինչներ բիզնես պլաննի Չէ, կանեք Քանի որ դուք հոգեպես աջակցում եք Տաշին Սամոյին Բայց ժողովրդին ասում եք Ցավրվանք տներով Բարի գիշեր բարեկամներ Ձեր ցովը տանեմ Երկող չկար մեջներդ Էտա միկրոֆոն տայք ծերել էլի Էտա Ճարրեր, ասուլիսներ ասող, երկեցիկ ձայն ունեցող չկար Սենոր մուշեղի չին տվեք Ընեն սակարում երկինք են Լսել եմ ես Որ ասմա Արցախյան գինի ախմեմ կամ կոնյակ Արցախի տատիկ պապիկին այդ հուշա կոթողը դնումա դեմը Նայմա կնս կարոտով ասմա Մի օր կվերադարնանք Կապ չունի որ այս պահին ես Նիկոլին ասում եմ պարոն վարչապետ, պարոն Փաշինյան Արա հերիքա կապիկություն անեք Կապիկություն հանելով եկե հասրել եք նրան Որ մի բոզի տղա Մեր երկիրը մեր բոլորի Սարքումա բոզապետություն Մի բոզի տղա պտի Էրդողանի հետ ասուլիս տա Ու ես կրկնում եմ Աստված չանի ստորագրեց թուղթ Որտեղ ինքը կհրաժարվի հայ ազգի անունից Հայոց ցեղասպանությունից Կրկնում եմ Այդ վաղ իմ համար պրիորիտետները հավասարվում են 0-ի Ում տղեն ուզում եք ելեք Ում աջակիցներն ուզում եք ելեք Դուք իմ համար դառնում եք Նիկոլ Լուրջ եմ ասում Իմ համար դառնում եք Նիկոլ այդ պահին Ոնց կուզեք մտածեք Мне по одному месту Не похую, блядь Հասկացա Չէ Հասկնակ Կուզեք ընձի քննադատեք Կուզեք դա մարդիկ գրգեք Որին բերանը փագեն Բարև կտակ նորմալ Կստանակ նորմալ բարև Կգակ վրես սրով կգնեք սրից Քպուր կտակ 3 անգամ ավել կստանակ Բա Իմ համար
Հայաստանի ու հայի նամուս պատվից ավել ոչ ոք գոյություն չունի։ Հայի նամուս, այդքան բան։ Ես երբևիցե չեմ ասել, որ պիտի ինչ-որ X մարդը գանստի երկրի գլխին ու երկիրը չթալանի։ Թալանում են բոլորը, բայց ոչ ես վերջի բոզի տղեկի նման, որ ծծում են Հայաստանի բյուջեն, ներծծում են իրանց մեջ։ Քանի որ իրանք մինչև պաշտոններ ստանալ, իրանք եղել են եւ գառասկոպով եւ աշխարհի կյանքում ծծողներ։ Բարիս փուղի եւ փոխաբերական իմաստներով։ Իմ միակ խոսալու իմաստն էր, որ ասել եմ հայի նամուսը մի գցեք ցեխի մեջ, մի սարքեք շանուգելի բաժին։ Մի կապիկություն արեք ազգային ժողովում վերընկած։ Մի սաղին դրեք եշի տեղ։ Հերիք արա։ Աջակցում ենք։ Դու մեկն էլի ձեզ աջակցի։ Աջակցում ենք։ Հելեք ժողովրդին առաջնորդեք։ Չեք կարում ընդհանուր ձեր իմպիչմենտի հիմար վարչապետի թեկնածու գտնեք։ Սամոյին դրեք։ Տաշիր Սամոյին։ Ում պետք չէ այդ պաշտոնը, ես վստահ եմ։ Այդ մարդը կյանքում մեկ ապահոված է։ Իմպիչմենտի թեկնածու եք ուզում, տաշիր Սամոյ։ Հելեք ստորագրեք։ Ոչ թե գրառումներ տեղադրեք, կապիկ, обезьянки, блядь։ Գրառումներով աջակցում ենք տաշիր Սամոյին, բարի գիշեր բարեկամներ, ձեր ցավը տանեմ։ Մեկ մտածում եմ երևի ես եմ այս շոր խոսում եմ։ Ու ասկախ հիմար ապրել գրոսկախ։ Ռոմանոս Պետրոսյանից պետք է։ Պուպուլիկ։ Ռոմանոս Պետրոսյան, նախարար։ Ասման Կաթրիկոսը տղա ունի։ Չի ասեմ, պարեկների ծառայությունը ստեղծել է Մարիադոմ տանել Իոնիսյանը։ Նախարարիդ ասում են Պուպուլիկ, Google-ով գրեմ ես Պուպուլիկ Ռոմանոսի նկարն ապերյա։ Անահիտ Ավանեսյանը ելույթ ունենում են շլդոն, է որ քիթը չլնի աշկեն իրար կշինեն, 69 պոզայով։ Ասմա, դե հերիք եղավ բոլ եղավ, այդ շլդո ագարկեն։ Դուք մտակ իմ կաբինետ, պտուտակա հողմի պես։ Ինձ ասեցիք վատ խոսքեր, ես համբերեցի, հիմա պիտի խոսեմ։ Կրթության մենթ առողջապահության նախարար, աղամանի մանյակը։ Ասմա աղա արգելվում է սեղաններին դնել, ընչի, այ արնաղուհաց քրդիշներ։ Աղա կերակրին համատալի։ Աղան արգելում ենք, էլեկտրոնային դեղատոմս թոշակառուների հիմար։ Այցելել, որպես վարչապետ, մանկապարտեզներ և ստուգել երեխաների քաքի մակարդակը։ Դուշն քանդել, շպրտել գետին, որպես Ալչիբեի որդի։ Ասել Ժան Անդրեասյան, հələ մի հատ վերցնես, այդպես գինը ստուգում ես։ Գինը ստուգում գալեմ զեկուցում են, ասում են 500 դրամանոց դուշ է, տա լեյք են։ Ծախել են 70,000 դրամով պետ բյուջեի վրա։ Հեռացնել դրան աշխատանքից։ Ոչ մի քրեական պատասխանատվություն։ 2 ամիս հետո գալ նշանակվում է այդ նույն մարդը վարչապետի խորհրդական։ Խորհրդատալի թե ինքը ոնց ներծծի էլի բյուջեն։ Նորմալ է։ Ասենց կադրեր ոչ մեկի վաղ չեն էլ է, ասենց հատնտիր են բոզոնիկ կադրեր, էլի կադր, որ նայում ես ասում ես, էլի ես խերրով է։ Թալան չեն էլ է, կոպիտ են էլ է։ Բայց դրան այդ մարդկանց ղեկավարման տարիներին պետական կառավարիչներն են տղատեսակ։ Տղամարդ։ Վատ բաներ էլի արել են, բան չունեմ ասելու։ Բայց ոչ նման կարգի բոզի տղություններ։ Աղամանը արգելել էլեկտրոնային դեղատոմս թոշակառուների համար։ Շտապօգնության մեքենաների մեջ շաքար չափելու ապարատ չկա։ Արցախ չկա, Արցախ գոյություն չունի հենց հիմա։ Մարդկանց վրա քրեական գործեր կա հարուցված։ Ասում դու Արցախի բյուջեից, անուն չեմ տա, չի դամ։ Արցախի բյուջեից փող ես վերցրել վարկի տեսքով, բիզնես ես դրել, տակ ես տվել, ի շնորհիվ Արայիկ Հարությունյանի։ Հիմա պետք է տոկոսները սաղ տաս։ Ես մարդ ասում եմ, ինչ տամ, ինչ ունեմ տվել եմ ձեզ։ Ինչ տամ, ինչ քրեական գործ եք դրես հարուցել։ Բայց մարդիկ ովքեր հեկերը ծախին Ադրբեջանի վրա, վնել են անբից, անարատ մարդիկ։ Այդ ասված
Հրեշտակի պսական գաղտնեին դրած, մեն դրած։ Հրեշտակի թվերը դա իրանց կոստումնի տակն փագած, թրին, երկնքով։ Իրան-Իսրայել հակամարտության հրթիռների փոխարեն հրեշտակներին է գնային հայ ժողովուրդ։ Այնքան հրեշտակ կա Հայաստանում։ Բայց անառակապարով։ Հետը պետականացնելու։ Հետո ի՞նչ է փոխվելու։ Աբազյանն գնաց Արցախու։ Հետո ում ես տնելու ԱԱՑ-ի դիրեկտոր Նիկոլ։ Դանիել Իոնիսյանին դիր։ Ես դուրջ եմ ասում Դանիել Իոնիսյանին դիր։ ԱԱՑ-ն այսօրվա ԱԱՑ-ն, որի մեջ կան նաև նամուս պատվով սպաներ։ Արժանի է Դանիել Իոնիսյանին։ Թումեդ նայ ում բերիր տրիր, ու Արման Բաբաջանյանին դիր։ Հարազատ մորվա ցուցմունք տվողը։ Ու հասկանա, որ քո նման բոզի տղուն ժամ առաջ պետքա մեկ ու սացնել եւ տանել հոգեբուժարան, երկարատև բուժման, այլ ոչ թե կատարել քո նմանի հրահանգները։ Երևի Պոլախաչամ, ես սիկտիրս քաշեմեթա, կրկնեմ եւս մի անգամ, եթե Նիկոլ Փաշինյանը Ստամբուլում կամ Անկարայում ստորագրեց փաստաթուղթ, որով ու հանդես եկավ համատեղ հայտարարությամբ, որով կուրանա հայոց ցեղասպանության փաստը, կժխտի դա։ Եվ դա կձևակերպվի որպես հայ ժողովրդի կամք։ Ինձնից ոչ մեկ չի նեղանում։ Նախապես ասեմ։ Միտինգ կանեք, դրանից հետո կոչով հանդես կգաք։ Իմ Ռոմանոսին չի լինելու, դուք իմ համար դառնալու եք Նիկոլ, համատարած Նիկոլ, եթե բոզի տղան ստորագրեց այդ թուղթը։ Մնացա դուք որոշեք։ Բոլորիդ լավ